Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց մի ցավալի փաստի մասին, տեղեկացնելով, որ վերջերս իր աշխատակազմի ներկայացուցիչներից մտել են խանութ, փորձել են ապրանք գնել եւ նրանց տեղեկացրել են, որ կանխիկով ապրանքը այլ գին ունի, իսկ քարտով այլ։ Վարչապետը հրահանգել է փակել այդ խանութը։ Մեր տեղեկություններով այդ խանութը Red Store տեխնիկայի խանութն է։ Իհարկե Red Store-ը միակ խանութը չէ, որ նման ձևով է աշխատում։ Մենք քաղաքացիներից պարբերաբար լսում ենք նման խոսակցություններ ամենատարբեր խանութների մասին, սակայն հասարակության ոչ բոլոր ներկայացուցիչները կբարձրաձայնեն կամ հետևողական կլինեն այս խնդրի կարգավորման համար։ Հիմա, երբ արդեն վարչապետն է կառավարության նիստում հնչեցնում խնդրի մասին, տնտեսվարողների շրջանում անհանգստություն է նկատվում։ Ինչ է նշանակում Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասի դե գիտես ընկեր ջան, սենց ա մեր մոտ։ Ուրեմն եթե սենց անեք, սենց կանեք, փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ստուգելու եմ, չգիտեմ, ասածս ինչքան բա, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Կզեկուցեք անձամբ։ Կզեկուցեք անձամբ։ Քանի սենց խանութի տեղ իմացա, ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա։ Փակվելու է այդ խանութը։ Առևտուր չի լինելու։ Միջև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու։ Վստահաբար հիմա կգտնվեն մարդիկ, որոնք կսկսեն քննադատել վարչապետին, թե ամանորի շեմին ինչպես կարելի է խանութներ փակել։ Բայց չի հնչում հարց, իսկ ինչպես կարելի է նման ձևով խուսափել հարկերից, ինչպես կարելի է շրջանցել օրենքը։ Ոնց կարա երկու տենց բան լինի, որ մտնի խանութ, այդքան համարձակություն ունեն մարդիկ։ Ստեղ պետություն չկա, ստեղ կառավարություն չկա, ստեղ բան պետական եկամուտների կոմիտեի բան չկա։ Ես ինչ ձև ընդհանրապես։ Հետաքրքիր է, եթե վարչապետն այս մասին չբարձրաձայներ այս եւ նման խանութներ, որքան ժամանակ էին շարունակելու այսպես աշխատել։ Այս պատմության մեջ ամենացավալին թերևս այն է, որ նման տնտեսվարողները վստահաբար իրենց առիթների ժամանակ խմում են հայրենիքի կենացը, սակայն ամենասովորական հարկային պարտավորություններից փորձում են խույս տալ, չգիտակցելով դրա վնասներն ու վտանգավորությունը հենց նույն հայրենիքի համար, որի կենացը հոտնկայս խմում են։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։